Ադրբեջանական կողմը երեկ ցերեկը ժամը 15-ի սահմաններում Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծի հյուսիսային Թալիշի ուղղությամբ օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը։ Հաղորդագրության համաձայն ղարաբաղյան ուժերը ժամանակին նկատելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել։ Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող 1995-ին Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեյնզադեին։ Ըստ հավաստի տվյալների հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր։ Փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը։ Արդյոք գերեվարված անձը կվերադարձվի ադրբեջանական կողմին, թե հնարավոր է կանգնի Ղարաբաղյան դատարանի առաջ, այս մասին խոսելը դեռ վաղ է, Ազատությանն ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, հավելելով, որ Հյուսեյնզադեին որևէ վտանգ չի սպառնում։ Նրա անվտանգության առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, չի կարող սպառնել։ Թող ծնողների բարեկամները անհոգ լինեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է դիվերսիոն փորձի և իր կորուստների վերաբերյալ տեղեկությունները, նշելով, որ հայկական ուժերի կողմից գերեվարված Էլնուր Հյուսեյնզադեն որպես կարգազանց զինծառայող զորացրված է եղել բանակից և ներկայում հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում։ Ղարաբաղյան կողմը մինչդեռ հարց է հնչեցնում, ինչպես կարող է բանակից զորացրված զինծառայողը զինվորականի համազգեստով սպառազինված ու առավել ևս դիվերսիոն խմբի կազմում ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք և արդյունքում հայտնվել հայերի ձեռքում։ Ինչ եկել է այստեղ ֆիլմ դիտի, թե ինչ որ ծաղիկ հավաքի այստեղ։ Ինչ էր անում այդ խմբի ներսում այդ մարդը, եթե զորացրված է։ Այսինքն սա կրկին անբարոյական քայլ է, հրաժարվել հայրենիքի պաշտպանից նրան որակելով զորքի շարքերից դուրս եկող զորացրված, չգիտեմ, կարգապահությունը խախտող մարդ։ Բաքուն ջանքեր է գործադրում իր քաղաքացուն ազատ արձակելու ուղղությամբ, ավելի ուշ հայտարարեց ադրբեջանական կողմը։ Համաձայն հաղորդագրության Բաքուն դիմել է բոլոր իրավասու միջազգային կառույցներին։ Ապրիլյան քառօրյա պատերազմից ամենաշատը տուժած բնակավայրերից Թալիշի ուղղությամբ դիվերսիայի իրականացման պատճառը ըստ Բաբայանի այժմ Թալիշում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներն են, և ադրբեջանական կողմը փորձում է դրանց խոչընդոտել։ Նպատակն է, որպեսզի մեզ շեղեն այնտեղ իրականացող լայնածավալ աշխատանքներից և ցույց տան, որ այնտեղ իրավիճակը այսպես կայուն չէ, որպեսզի այդ վտանգավորության զգացումը միշտ ունի։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ երեկվա, ինչպես նաև Տավուշում նախորդ տարեվերջին ադրբեջանական դիվերսիոն փորձերը ստուգողական էին, պարզելու հայկական կողմի պատրաստությունը։ Այդ դեպքերն ապացույցն են, որ Ադրբեջանը մտադրություն ունի առաջիկա ամիսներին շարունակել ռազմական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, այլ կերպ ասած, սա գարնանը սպասվող առավել մեծ հարձակման համակարգային պատրաստության մի մասն է։ Ադրբեջանական հաջորդ ռազմական գործողությունը հավանաբար կներառի ոչ միայն Տավուշի ուղղությամբ հարձակումներ, այլ նաև գրոհներ Նախիջևանից։ Ոչ ցանկալի, բայց հավանական սցենար է նաև ադրբեջանական օդուժի, տանկերի և հրետանու առավել մեծ ծավալի կիրառումը։ Ամեն դեպքում սա առավելապես մարտահրավեր է ադրբեջանական և ոչ հայկական կողմերի համար, քանի որ ռազմական առումով պաշտպանվողները հարձակվողների հանդեպ առավելություն ունեն։ Կիրակոսյանի խոսքով վերջին շրջանի դիվերսիոն գործողությունները պայմանավորված են նաև Ադրբեջանի ներքին տնտեսական վիճակով։ Ըստ փորձագետի, Ալիևի իշխանությունը փորձում է հանրային ուշադրությունը շեղել իր ընտանիքին պատկանող մի քանի բանկերի փլուզումից։ Ադրբեջանի համար այժմ նաև միջազգային դրությունը կարող է հարմար թվալ հարձակման համար, կարծում է Կիրակոսյանը։ Ադրբեջանի համար Մինսկի խումբը թվում է թույլ ինչպես երբեք, նրանց չի հուզում միջազգային արձագանքը, բայց այս անգամ նրանք ակնկալում են ավելի քիչ միջազգային արձագանք։ Կիրակոսյանը նաև վստահություն հայտնեց, որ այժմ նախկինի համեմատ հայկական կողմն ավելի լավ է պատրաստված ցանկացած գործողության, չի լինի նաև անակնկալի գործոնը։